մեր այն մայրերին, ովքեր տանը երեխա են մեծացնում ու չեն աշխատում, սիրելի մայրեր, ձեր տարիների չարչարանքը, բալիկ մեծացնելը, երեխա դաստիարակելը չպետք է կորի։ Ձեր այդ բոլոր տարիները պետք է հաշվարկվեն աշխատանքային ստաժի մեջ, ամրագրվեն աշխատանքային գրքույկում, հետո հաշվի առնվեն աշխատանքի ընդունվելիս բարձր աշխատավարձի համար, հետագայում թոշակի համար, նաև այլ մյուս առավելությունների համար։ Կլինեն մարդիկ, որ կհարցնեն, իսկ ինչպես ենք նման բան մեզ թույլ տալիս, իսկ կարող եմ նման բան թույլ չտանք, դուք մեծացնում եք բժիշկ, զինվոր, ուսուցիչ, մեր երկրի համար, իսկ մեր պետությունը պարտավոր է ամեն ինչ անել ու գնահատել ձեզ։ Հա, նաև մի կարևոր բան, այսքան տարի ես միշտ լսել եմ տնային տնտեսուհի բառը ու երբեք չեմ ընդունել այդ բառը իմ մեջ։ Հիմա ես ձեր քվեն ստանալու դեպքում վերացնելու ենք ամբողջությամբ, այսինքն պետական քաղաքականությունից դուրս է գալու։ Դուք ոչ թե տնային տնտեսուհիներ եք, դուք հերոսներ եք, դուք մեր տան օջախը անմար պահող մարդիկ եք, մեր պետության հենասյունն եք, մեր արժանապատվության կրողն եք, մեր տան սրբությունն եք, եւ պետությունը ամեն ինչ անելու է հանուն նրա, որ ձեզ համար ամեն ինչ արդար լինի։ Խնդրում եմ, վստահեք, միայն ինձ վստահեք, ես դա եմ միայն խնդրում, այս ամենը լիարժեք արվելու է։ 6-րդ քվեաթերթիկի օգտին, շնորհակալություն։